Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստան է մեկնում, նա Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը, այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին։ Պաշտպանության ոլորտին կուղվի Հայաստանի 2026 թվականի բյուջեի կապիտալ ծախսերի 43%-ը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով 2026 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 2027 եւ 28 թվականներին համապատասխանաբար 719 եւ 803 միլիարդ դրամ։ Պաշտպանության ոլորտին կուղվի դրա 43%-ը, սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն շուրջ 993 միլիարդ դրամ։ Ըստ Հովհաննիսյանի 2026 թվականին սոցիալական եւ տնտեսական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ով կգերազանցեն 2025-ի ծախսերի մակարդակը։ Եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում, վստահեցնում է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախորդային Հովանավանքում պատարագի ժամանակ արձանագրված միջադեպին, երբ քաղաքացու բերանը փակելով նրան հանել են եկեղեցուց, Գալյանն ասել է, բռնարարքը քննադատելի է եւ օրենքով պատժելի։ Ինչ վերաբերում է Տեր-Աշխարհ arczepiskopos Խաչատրյանի հետ կապված տարածվող տեսանյութերին, Գալյանը հայտարարել է, երևույթն անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև քրեորեն հետապնդելի։ Նախարարը ենթադրում է, որ վաղ թե ուշ այդ կապակցությամբ քրեական գործ կլինի։ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 24 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 15-ի նկատմամբ տնային կալանքը, 1 անձի նկատմամբ վարչական հսկողությունը, հայտնում է քննչական կոմիտեն։ Կալանավորվածների թվում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռները Նարեկ եւ Գևորգ Ղուկասյանները, ապօրինի շինությունների բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանը։ Տնային կալանքի տակ է ՔՊԱ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը։ Մեկ անչափահասի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, եւս մեկի նկատմամբ տնային կալանքը։ Հաջորդ տարվանից Հայաստանում ներդրվելու է համընդհանուր հետվճարի համակարգ, բոլոր քաղաքացիներն անկանխի կառավարի դեպքում 2% հետվճար են ստանալու։ 2026 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով թոշակառուների անկանխիկ ծախսերի հետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026-ին հասնելու է 20%-ի, ներկայիս 12%-ի փոխարեն։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում հոկտեմբերի 28-ից 30-ը կայանալիք Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին։ Երկրի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել Եվրանեստի ղեկավարությանը, որպես պատճառ ներկայացնելով մասնավորապես Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը եւ Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը։ Նաեւ մտահոգություն է ներկայացվում, որ պաշտոնյայի ձևակերպմամբ քաղաքացիական հասարակության անվան տակ լիագումար նիստին առանձին անհատներ են հրավիրվել, չնայած նրանք աջակցել են ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը եւ Վրաստանում վերջերս տեղի ունեցած իշխանության տապալման փորձին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կենտրոնանա Ուկրաինայում պատերազմի դադարեցման, այլ ոչ թե հրթիռների փորձարկումների վրա։ Թրամփն այսպես է մեկնաբանել միջուկային շարժիչով հրթիռների փորձարկումների մասին հաղորդագրությունները։ Նա հայտարարել է, Միացյալ Նահանգները նույնպես ունի միջուկային սուզանավեր, որոնք գտնվում են Ռուսաստանի մոտակայքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հայտարարել էր, որ Մոսկվան հաջողությամբ փորձարկել է իր միջուկային էներգետիկ Բուրիվեսնիկ թևավոր հրթիռը եւ կաշխատի դրա տեղակայման ուղղությամբ։